Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում աշխատանքն է սկսում օր լրատվական ծրագիրը բարի երեկո։ Հայաստանում է Հռոմի Պապը։ Հռոմի սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Զվարթնոց օդանավակայանում։ Սրբազան քահանայապետին ինքնաթիռի մոտ դիմավորել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջեթ եւ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Պապի դիմավորմանը տեղի ունեցել պետական դիմավորման խստագույն կարգավորված արարողակարգից որոշակի շեղում, քանի որ սրբազան քահանայապետը Հայաստան է ժամանալ եւ որպես Վատիկան պետության ղեկավար եւ Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերով եւ որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի հրավերով։ Ֆրանցիսկոս Պապի հայկական բիժնադարյան շարականների կատարման ողջունել են Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի սաները։ Ապա ազգային տարազով երեխաները Հռոմի Պապի մատուցել են հայկական ծիրան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկերում ընդգրկված հայկական լավաշ։ Ի դեպ, ծիրանի լատինական անվանումն է Prunus armeniaca, այսինքն հայկական սալոր։ Ֆրանցիսկոս Պապին իր վսեմությամբ դիմավորել է նաեւ բիբլիական լեռ Արարատը։ Արարատը եւ Նոյի տապանի իջևանման խորհուրդը մեծ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն վերապրելու եւ վերածնելու խորհրդանիշ է։ Հենց այստեղից է վերածնունդ առել մարդկությունը, փրկվելով մեծ ջրհեղեղից, որպեսզի նորովի իմաստավորի իր կյանքը եւ ապրի Աստծո հրամանով։ Այնուհետև Պապը ուղևորվել է Էջմիածին, որտեղ տեղի ունեցել հրաշափառի ողջույնի արարողություն։ Այս այցի պաշտոնական կարգախոսն է «Այց առաջին քրիստոնեական երկիր»։ Ըստ ավանդույթի, Պապի այցերի համար կարգախոս է ընտրվում, որն արտացոլում է այդ այցի մեջ դրվող իմաստը։ Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում պահպանվել է հարաբերական անդոր։ Հակառակորդ հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել հրաձգային զինատեսակներից հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ՝ մեկարկ։ Պաշտպանության բանակի առաջապահ Սուր Համասարաձյանը պահ է մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն։ Արցախի պետական համալսարանն այս տարի 99 գերազանցիկ շրջանավարտ ունի։ Նրանք ավարտական դիպլոմներն այսօր ստացել են նախագահի նստավայրում երկրի ղեկավարի ձեռքից։ Բակո Սահակյանը շնորհավորել է շրջանավարտներին եւ արժեքավոր նվերներ հանձնել։ Արցախի հանրապետության նախագահի խոսքով պետությունը շարունակելու է հետևողական քաղաքականությունը կրթության ոլորտում երկրի զարգացումը կապելով մարդկային ռեսուրսի ճիշտ օգտագործմամբ։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար Այլանդզինգ։ Բանասեր, տնտեսագետ, շինարար, մանկավարժ, նախագահի ձեռքից ավարտական դիպլոմները ստացել են միայն գերազանցիկները։ Նրանք Արցախի պետական համալսարանում 99 են։ Երիտասարդ իրավաբանը խոստանում է, անկախ մասնագիտությունից հայրենիքի համար նախ եւ առաջ լավ զինվոր է լինելու։ Հավատացնում ենք ձեզ, որ մեր ձեռք բերած գիտելիքները կծառայեցնենք մեր ժողովրդին ու հայրենիքին ու կդառնանք Արցախյան հողի իսկական պաշտպաններ ու նվիրալներ։ Ընդունելության համար նախագահին Քարամյա ուսման համար շրջանավարտները դասախոսներին են շնորհակալ, բայց այսքանով անելիքները միայն սկսվում են։ Բանասիրական ֆակուլտետից Անուշ Հարությունյանը հասակակիցներին հորդորում է գիտելիքներն օգտագործել հենց Արցախում։ Մենք մեր հերթին խոստանում ենք երբեք չլքել մեր հերոսների արյան փրկված հայրենիքը եւ արժանի լինել Արցախի քաղաքացի լինելու պատվին։ Արցախի պետական համալսարանի ռեկտորը նկատում է, երկրի ղեկավարը հաստատակամ է շարունակել բարի ավանդույթները։ Մանուշ Մինասյանի խոսքով երիտասարդներին գնահատելու արարողությանը չի խոչընդոտել անգամ ապրիլյան պատերազմը, իսկ օրհասական պահին ուսանողներն արել են ինչ կարող էին, ցավոք նաև կորուստ են ունեցել։ Ուսանողը իր ուսումնառության ընթացքում գիտելիքները անվարում, ընդլայնում իր աշխարհայացքը կայուն եւ ապահով ապագա կերտելու նպատակով, բայց երբ նրա աշխատանքը, նրա ապաչած վարքագիծը գնահատվում է, նա ավելի է ոգևորվում եւ լցվում վստահությամբ, պարտավորվում կյանքում իր հաջորդ քայլը ավելի ճիշտ եւ հիմնավորված անելու առումով։ Արցախի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտները երկրի ղեկավարից որպես նվեր դյուրակիր համակարգիչներ ու պլանշետներ են ստացել։ Ասում են առավել պարտավորված են, երբ ավարտական դիպլոմը երկրի ղեկավարն է հանձնել։ Հենց այդ պատասխանատվությամբ էլ պատրաստվում են սեփական լուման ունենալ երկրի զարգացման գործում, յուրաքանչյուրն իր բնակավարում։ Այսօր եւս հայ երիտասարդը ուսանողը զենք է վերցրել ու սահման մեկնել։ Այն երիտասարդը, ով պատերազմի արտացոլանքը միայն իր ծնողների աչքերում է տեսել, ով ազատ ու անկախ Արցախի հաղթանակի սերունդն է, բայց
բայց այդ երիտասարդն այսօր ապացուցեց, որ պատրաստ է պաշտպանելու այն հայրենիքը, որն իրեն իր հայրն է պարգևել։ Ուզում ենք վստահեցնել, որ լինելու ենք մեր հայրենիքի, պետության ու հասարակության արժանի քաղաքացիներ։ Շրջանավարտներից Միհրան Թադևոսյանն առաջարկում էր ներդրումները շարունակել մարդկային ռեսուրսի զարգացման ոլորտում։ Աշխարհագրական բարենպաստ դիրք ու բնական ռեսուրսներ մեր երկիրը գուցե չունի, փոխարենն ունի ավելին։ Յուրաքանչյուր գիտակից երիտասարդ պետք է պարտավորվածություն զգա անմնացորդ նվիրելու հայրենիքի զարգացման գործին, քանզի հայրենիքին ծառայելը լոկ զինվորագրումը չէ, այլև տնտեսական եւ մշակութային կյանքում այնպիսի ձեռքբերումները, որը մղում է Արցախ աշխարհին դեպի համայն հայության նվիրական երազանքների իրականացում։ Յուրաքանչյուրին առանձին, հետո բոլորին միասին է շնորհավորել Բակո Սահակյանը։ Արցախի հանրապետության նախագահի համար նմանատիպ արարողությունները հիշարժան են։ Երկրի ղեկավարը վստահեցրել է, պետությունը շարունակելու է հետևողական քաղաքականությունը կրթության ոլորտում։ Պետությունը կարևոր տեղ է հատկացնում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծում անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մեր երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ իրենց գիտելիքներով կարողանան մրցել տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ մեր ամենամեծ հարստությունը մեր մարդկային ներուժն է։ Մենք ունենք խելացի ու բազմաշնորհ շատ պատանիներ ու աղջիկներ, որոնց կրթման ու զարգացման ուղղությամբ իրականացվում են համապատասխան ծրագրեր։ Մեր երկու հայկական հանրապետություններում դաստիարակվել է արժանի երիտասարդ սերունդ, ինչի եւս մեկ ապացույցը եղավ ապրիլյան պատերազմի ծանր ու դժվարին օրերին սահմանին կանգնած մեր 18-20 տարեկան քաջ տղաների ցուցաբերած անօրինակ խիզախությունն ու սխրանքը։ Նրանք հետ մղեցին սանձազերծ թշնամուն, բարձր պահելով իրենց հերոս պապերի ու հայրերի, իրենց հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը։ Դժբախտաբար մենք ունեցանք անդառնալի կորուստներ, փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին։ Նրանց հիշատակը անմար պահելու լավագույն միջոցը դա բոլորիս անձնվեր աշխատանքն է եւ ծառայությունը հանուն մեր հայրենիքի եւ նրա լուսավոր ապագայի։ Նախագահի մեկ այլ որոշումն արդեն որպես անակնկալ։ Բակո Սահակյանի կարգադրությամբ Արցախի պետական համալսարանի գերազանցիկ շրջանավարտները ստանալու են նաև 100,000 դրամ եւ վերջում համատեղ լուսանկար նախագահականի դիմաց։ Նարեկ Սահակյան, Արտավազդ Գրիգորյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Այսօր ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում պատգամավորները հաղորդումներ են ներկայացրել արտերկիր կատարած այցերի մասին։ Մայիսի 22-ից 27-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ազգային ժողովի պատգամավոր Դաշնակցություն խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։ Մայիսի 27-ից հունիսի 13-ը ԱՄՆ կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ազգային ժողովի պատգամավոր Դաշնակցություն խմբակցության անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության հունիսի 7-ից 11-ը Բելգիայի թագավորություն կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել պատվիրակության անդամ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։ Բանախոսները ներկայացրել են այցերի ընթացքում տեղի ունեցած միջոցառումները եւ հանդիպումները եւ առանձնացրել սեփական դիտարկումները միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղի հանդեպ ունեցած վերաբերմունքի, Սփյուռքում հայապահպանման գործընթացի, համագործակցության հնարավոր ուղիների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Ազգային ժողովի պատգամավորները բանախոսներին առաջադրել են հաղորդումների առանձին կետերին վերաբերող հարցեր։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում այսօր կազմակերպվել է գիտաժողով։ Մասնագիտական զեկուցումներով հանդես են եկել Հայաստանից ժամանած բարձրակարգ մասնագետներ, ներկայացրել ոլորտային զարգացումներն ու բուժման նոր ուղղությունները։ Վաղը նախատեսվում է նաև հիվանդների ընդունելություն։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել ու բեղմնավոր աշխատանք է մաղթել ԼՂ առողջապահության նախարար Կարինե Հաթայանը։ Կարևորելով նման միջոցառումների անհրաժեշտությունը, նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական Սերվիե դեղագործական ընկերությանը, որի անմիջական նախաձեռնությամբ կայացել է այս հանդիպումը։ Արդիական եմ համարում այսօրվա կոնֆերանսի կազմակերպումը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի եւ մետաբոլիկ խանգարումներ
աղբյուրներով պայմանավորված հիվանդությունների աճը շարունակվում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջվող հիմնախնդիրներից մեկը, հաշվի առնելով, որ նշված հիվանդությամբ տառապող հիվանդների մահացությունը դասվում է առաջնահերթության ցանկում եւ ընդհանրապես բարձր են գնահատում գիտագործնական կոնֆերանսի իրականացումը, քանի որ այն նոր շունչ կհաղորդի մասնագիտական գիտելիքներին։ Հայաստանի լավագույն բժիշկների աշխատանքային այցելությունները պարբերական բնույթ են կրում։ Այս անգամ բժիշկների խմբում են սրտաբան, էնդոկրինոլոգ, անոթային վիրաբույժ։ Այցի նպատակն է մասնագիտական զեկուցումների միջոցով արցախցի գործընկերներին ներկայացնել ոլորտային զարգացումներն ու ժամանակակից բուժման մեթոդները։ Հիմնական նպատակը հանդիպել մեր գոլեգաներին Լեռնային Ղարաբաղի առողջապահության բժիշկներին, ներկայացնելու համար նոր մոտեցումները իշեմիկ հիվանդության բուժման, ժամանակակից ուղեցույցների, նոր դեղորայքների, ինչ կա վերջի, ասենք, կոնգրեսներից հետո ուղեցույցներում փոփոխություններ, հատկապես այն ժամանակ, երբ մեր կյանքը լի է ստրեսներով, չենք կարողանում հետևել առողջ ապրելակերպին եւ ինչքան էլ բուժման նոր մեթոդները ավելի շատանում են, միևնույն է սիրտանոթային հիվանդությունները մնում են շատ արդիական եւ առաջնակարգ լուծելու խնդիր։ Զեկուցումները նվիրված են շաքարային դիաբետին, զարկերակային հիպերտենզիային, աթերոսկլերոզին, սրտի իշեմիկ հիվանդություններին։ Շաքարային դիաբետը համարվում է 21-րդ դարի համաճարակ, մահացության եւ հիվանդների հաշմանդամության թվով այն երրորդ տեղում է սիրտանոթային հիվանդություններից եւ ուռուցքներից հետո։ Մահացության դեպքերի մեծ մասը բաժին ընկնում սիրտանոթային խնդիրներին։ Մոտավորապես 75-80%-ը պայմանավորված է սիրտանոթային կատաստրոֆաներով։ Եվ այդ խնդիրը իհարկե շատ լուրջ խնդիր է եւ դրա լուծման համար այսօրվա կոնֆերանսի նպատակը այն է, որ ավելի մեծ ուշադրություն սևեռել այդ խնդիրների լուծման պարագայում։ Այսօր ներկայացված բոլոր դեղամիջոցները ունեն իր ուրույն տեղը շաքարային դիաբետով բուժման պարագայում։ Վաղը նախատեսվում է նաև հիվանդների ընդունելություն։ Նպատակ ունենք ուրեմն ամբուլատոր ընդունելություն կազմակերպել, ինչպես նաև ստացիոնար հիվանդների, որոնք կարիք ունեն լրացուցիչ կոնսուլտացիաների, ուրեմն մենք կատարենք մեր կոնսուլտացիաները եւ մաքսիմալ քանակով հիվանդներ կարողանանք ուրեմն նայել եւ ախտորոշիչ հետազոտություններ նույնպես անցկացնել։ Գոհար Ռուստամյան, Հայկ Բաբայան, օր։ Ստեփանակերտի մանկապատանյական ստեղծագործական կենտրոնի սաները հերթական հաղթանակը բերեցին Արցախ, մասնակցելով Երևանում կայացած նոր շունչ համահայկական բազմաոճ պարերի փառատոնին, ստեղծագործական կենտրոնի պարարվեստի ավագ խմբի աղջիկներն իրենց ելույթով փայլեցին երկու անվանակարգում՝ հայկական ժողովրդական եւ հայկական ժամանակակից։ Դրանք գումարած արժանացան նաեւ ժյուրիի հատուկ մրցանակին։ Նոր շունչ համահայկական բազմաոճ պարերի փառատոնի ընդունվարմամբ մասնակցում էր 107 պարախումբ, եզրափակիչ փուլ դուրս եկան 43-ը։ Պարուսույց արվեստի վաստակավոր գործիչ Գարի Ավանեսյանի սաները հերթական անգամ գերազանցեցին իրենց մրցակիցներին, փառատոնում բարձր պահելով Արցախի պատիվը։ Փառատոնի մրցանակաբաշխությունը կայացավ օրերս Երևանում։ 16 աղջիկներից կազմված մեր պարախումբը 3 երեկոյան հասել է Ստեփանակերտ։ Անչափ ուրախոհպարտ ենք, որ կարողացան կրկին անգամ արժանապատիվ ներկայացնել մեր հայրենիքը Արցախը եւ համախմբվելով միասին գրավել պատվավոր առաջին տեղը։ Հաղթանակը նվիրում ենք մեր այս պատերազմում նահատակված մեր զինվորներին, այն տղաներին, որ հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի, հանուն ամեն ինչի նրանք արժանապատվորեն կարողացան պահել մեր ազգը։ Մենք հասկացանք, որ միասնական ամբողջական ենք։ Շատ հուզված ենք եւ անչափ ուրախ ենք։ Այս թողարկման համար այսքանն էինք առանձնացրել, օրվա ամբողջական պատկերը կներկայացնենք ժամը 20-ին։ Եղանակի տեսության հովանավորն է SBS ընկերությունը։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամատություն, գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավ-արևմտյան քամի, օդի ջերմաստիճանը գիշերը 17-ից 20, ցերեկը 26-ից 31 աստիճան տաքություն։